Յուրաքանչյուր անհատ, և սա քննարկելի չէ, սակարկելի չէ, պարտադիր կերպով հարկավոր է, որպեսզի իր կյանքում մտցնի մարզումներ, մի շատ պարզ պատճառով: Մարդկային օրգանիզմը դարեր շարունակ սովոր է եղել ծանր աշխատանքներ կատարելուն և ֆիզիկապես շատ ակտիվ լինելուն: Երկար դարեր, հազարամյակներ մենք մեր կյանքը ապրել ենք որսի գնալով կամ ինչ-որ մեկից փախչելով, ամբողջ օրը վազել ենք, ամբողջ օրը քրտնել ենք, ամբողջ օրը ծանր աշխատանք ենք կատարել, որպեսզի կարողանանք ապահովել մեր օրվա ապրուստը: Եվ այսօր, երբ հանկարծակիորեն ամեն ինչը շատ կոմֆորտ է դարձել և ամեն ինչը հասանելի է, և այսօր մենք նույնիսկ տանը նստած կարող ենք մատով սեղմել մեր սմարթֆոնի վրա և ուտելքը գա դուռը թակի, մտնի ներս և դրվի մեր սեղանի վրա, սա իհարկե իրականում լուրջ կոմֆորտ է ստեղծել, բայց մյուս կողմից էլ ինքը զգալիորեն բարձրացրել է մեր հիվանդանալու հավանականությունը, որովհետև մարդկային օրգանիզմը գենետիկորեն տրամադրված չի այս ձևով ապրելու: Մենք չպիտի նստենք ու նստած մնանք: Սա ճիշտ չի, սա սխալ է և սա նախատրամադրում է շատ հիվանդությունների, ինչպես նաև սրա պատճառով բացի սոմատիկ հիվանդություններից, սիրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ և այլն, զգալիորեն բարձրացել է մարդկության մեջ տագնապների և դեպրեսիաների հավանականությունը, որովհետև ինչպես գիտենք, մարզումները արտադրում են դոպամին, արտադրում են սերոտոնին մեր գլխուղեղում, որը հաճույքի հորմոնն է և որը բերում է բավարարվածության և մենք չենք ընկնում տագնապային վիճակների մեջ, դեպրեսիաների մեջ և այլ տեսակի հոգեկան համակարգի շեղումների մեջ: Եվ հուսով եմ, որ այսքանով ես կարողացա ձեզ համոզել, որ չափավոր դիսկոմֆորտը, ամենօրյա դիսկոմֆորտը, որը դուք ստեղծում եք ձեր ֆիզիկական մարմնի համար, սա շատ օգտակար երևույթ է և ինքը հանգեցնում է թե ֆիզիկական, թե հոգեկան առողջության բարելավման: Հիմա ինչ են խորհուրդ տալիս ուղեցույցները: Ուղեցույցները խորհուրդ են տալիս առնվազն յուրաքանչյուր չափահաս մարդուն առնվազն շաբաթական 150 րոպե աէրոբիկ տեսակի ֆիզիկական ակտիվություն ունենալ: Շաբաթական 150 րոպեն դա օրական 30 րոպեն է: Ես իմ պացիենտներին ասում եմ ոչինչ եթե չեք անում, ապա գոնե օրական 30 րոպե արագ քայլքով, brisk walking անգլերեն այդպես են ասում, արագ քայլքով զբոսանքը դա պարտադիր ցուցում է բոլոր մարդկանց համար: